1919 թվականի աշնանը Երևանում կայացավ հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը։ Խիստ գաղտնի ժողովի ընթացքում հիմք դրվեց հատուկ գործին։ Նեմեսիս գործողության շրջանակներում հայոց ցեղասպանության կազմակերպիչներն ու իրագործողները պետք է հայտնաբերվեին եւ ոչնչացվեին։ Հատուկ գործն իրականացնելու համար հարկավոր էր ունենալ հայոց ցեղասպանությունն իրագործողների եւ բոլոր մասնակիցների ցուցակները։ Կա տեսակետ, որ ցեղասպանության կազմակերպիչ թուրքերի ցուցակներից զատ եղել է նաև հայ դավաճանների ցուցակ կամ հայ վրիժառուները հայ դավաճաններին սպանել են հարմար պահին եւ համապատրաստից։ Հայ դավաճաններից էր նաև Հարություն Մկրտչյանը։ Նա համարվում էր Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավարը, Թալյաթի հայ ազգի գործակալներից մեկը։ Նա Կոստանդնուպոլսի ոստիկանապետ Բեդրի միջոցով Թալյաթին է փոխանցում հայ մտավորականների ցուցակը։ Հայ դավաճան Հարություն Մկրտչյանի սպանության գործը ստանձնեց հայ վրիժառու Սողոմոն Թեյլիրյանը։ Թեյլիրյանը դավաճանի գործունեությանն ու նրա բնակության վայրին ծանոթանում է Կոստանդնուպոլսում 1919 թվականի սկզբին ճակատամարտ թերթի աշխատակից Երանուհի Դանելյանի միջոցով, որը հետագայում առանցքային դերակատարություն է ունենում Թեյլիրյանին հատուկ գործում ներգրավելու հարցում։ Որոշ ժամանակ հետապնդելով իր զոհին, ճշտելով նրա ինքնությունը, երիտասարդ վրիժառուն ի վերջո իրագործում է սպանությունը։ Սողոմոն Թեյլիրյանն անդրադառնալով դավաճան Հարություն Մկրտչյանի սպանությանը, հետագայում նշել է, որ դա եղել է իր անձնական նախաձեռնությունը։ Երկար ճանապարհին միակ միտքս այդ նոր հրեշն էր, մատնի չարությունը, անհրաժեշտ չէր վրեժխնդրության առաքինությունս, որ վաղուց դարձել էր գոյությանս նպատակ նրանից սկսել։ Դավաճան Հարություն Մկրտչյանի սպանության մանրամասների մասին կարդում ենք հետևյալը. Տեսնելով, որ տանն ինչ որ հավաքույթ է, ու Մկրտչյանը բաժակը ձեռքին ճառ է ասում, Թեյլիրյանը հանում է ատրճանակը եւ որոշում կրակել ապակու հետևից։ Նա կրակում է ուղիղ դավաճանի սրտին եւ տեսնում, թե ինչպես է գետնին տապալվում, ապա արագ հեռանում է։ Հաջորդ առավոտ Թեյլիրյանը տեղեկանում է, որ Մկրտչյանը չի մահացել եւ հիվանդանոցում է։ Նա որոշում է հիվանդանոց գնալ եւ այնտեղ ավարտին հասցնել սկսած գործը։ Այս քայլից նրան հետ է պահում օրիորդ Երանուհին, ասելով, որ բժիշկները հույս չեն տվել։ Մի քանի ժամ անց Հարություն Մկրտչյանը մահանում է։ Ահա այսպես 1919 թվականի գարնանը մարտ ամսին Սողոմոն Թեյլիրյանը սպանում է հայ դավաճան Հարություն Մկրտչյանին։